Նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին իդեալ համակարգի բոլոր խանութ սրահները կաշխատեն մինչև ժամը 22:00։ Վերջին հնարավորությունն օգտվելու Սև ուրբաթի ցնցող զեղչերից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան և անդին, հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Նախորդին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը Եվրամիությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել եվրոպական անվտանգության համար։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի տարածած մամուլի հաղորդագրությունում։ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն իրական հնադադարից և Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելուց հետո, որոնք համեմատելի են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի ու Եվրամիության 42.7 հոդվածի հետ։ Նրանք կարծում են, որ նման երաշխիքները կկանխեն հետագա ագրեսիան, կզսպեն այն և արագ կարձագանքեն կրկնվող հարձակման դեպքում։ Բանաձևում նաև նշվում է, որ ագրեսոր պետության Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի ոչ մի տարածք չի ճանաչվի Եվրամիության կողմից։ Ընդգծվում է նաև հետևյալ սկզբունքը՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, ոչինչ Եվրոպայի մասին առանց Եվրոպայի։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ ԱՄՆ քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ հաճախ երկիմաստ է և խոչընդոտում է երկարատև խաղաղության հասնելուն։ Ցանկացած խաղաղության համաձայնագիր չպետք է սահմանափակի Ուկրաինայի կարողությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Ուկրաինան ազատ է ընտրելու իր քաղաքական ու պաշտպանական դաշինքները առանց Ռուսաստանի կողմից դրանց վետոյի իրավունքի, նշվում է բանաձևում։ Ավելին, Եվրախորհրդարանը առաջարկել է ստեղծել փոխհատուցման վարկ Ուկրաինայի համար, որը կապահովի սառեցված ռուսական ակտիվներով պատերազմի պատճառած վնասը փոխհատուցելու համար։ Եվրամիության պատժամիջոցների ցանկացած վերացում հնարավոր է միայն խաղաղության համաձայնագրի իրականացումից և բանակցություններին Ուկրաինայի մասնակցությունից հետո։ Եթե Ռուսաստանը հրաժարվի լուրջ բանակցություններ վարել, Եվրամիությունը ստիպված կլինի լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։ Բանաձևին կողմ է քվեարկել 401 պատգամավոր դեմ 70-ը, իսկ ձեռնպա 90-ը։ Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտնել է, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող բոլոր կետերը հանվել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ներկայիս նախագծից։ Նոյեմբերի 26-ի դրությամբ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները և ուկրաինացիները պատրաստել են նոր աշխատանքային փաստաթուղթ։ Նոր ծրագրում Եվրամիությանը վերաբերող բոլոր կետերը հանվել են, ՆԱՏՕ-ին վերաբերող ամեն ինչ նույնպես հանվել է, ասել է Կոշտան։ Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները իհարկե պետք է այժմ քննարկի գաղափարները Ռուսաստանի հետ։ Կոշտան նաև պնդել է, որ տարածքի կամ զինված ուժերի չափի վերաբերյալ որոշումներ չեն կարող կայացվել Ուկրաինայի համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր կայացած շփազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքներում համաձայնեցված խաղաղության ծրագրի պարամետրերը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցություններն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ զգալի առաջընթաց են գրանցել ուղղված Ուկրաինայում պատերազմը ավարտելուն և հանգեցրել են թարմացված ու հստակեցված շրջանակային փաստաթղթի, որը ըստ Վաշինգտոնի ամբողջությամբ կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը։ Ռուսական լրատվականները հայտնում են, Պուտինը նշել է, որ ինքը և Օրբանը կարող են բացահայտ քննարկել բոլոր հարցերն ու լուծումներ փնտրել։ Նա նաև ասել է, որ Հունգարիան հավասարակշռված դիրքորոշում ունի ուկրաինական հարցում։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի վարչապետին Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովը Բուդապեշտում հյուրընկալելու պատրաստակամության համար։ Նա ընդգծել է, որ գագաթաժողովի առաջարկը եղել է անմիջապես ԱՄՆ նախագահ Թրամփից։ Պուտինը չի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ի վերջո կարող են հանգեցնել Բուդապեշտում գագաթաժողովի։ Իր հերթին Օրբանը ընդգծել է, որ Հունգարիան հետաքրքրված է ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ խաղաղ նախաձեռնությունների հաջող ավարտով։ Վարչապետը նաև պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել բանակցությունների համար։ Նա նշել է, որ Հունգարիան հույս ունի շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը էներգետիկ հարցերի շուրջ։
Համաշխարհային նորություններից անցում ենք կատարում տարածաշրջան, Ադրբեջանի նախագահի օգնական եւ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության պաշտոնյաների հետ։ Այս մասին նա տեղեկացրել է X սոցիալական հարթակում։ Ուրախ է Եվրոպական միության իմ գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական դինամիկան, նշել է Ալիևի օգնականը։ Հաջիևը ասել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարցերի լայն շրջանակի շուրջ ու քննարկել Ադրբեջանի եւ Եվրամիության միջև գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հայտնել է, որ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության քաղաքական ու անվտանգության կոմիտեի անդամների հետ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին նախորդին իրանցիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ Իրանը միանշանակ հաղթել է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին 12-օրյա պատերազմի արդյունքում։ Խամենեին ընդգծել է, երկու երկրների կողմից Իրանի դեմ իրենց ծրագրերը իրականացնելու ձախողումը վկայում է նրանց ռազմավարության ձախողման մասին։ Նա նաև ասել է, որ հակառակորդների ծրագիրն էր սադրել իրանցի ժողովրդին եւ նրանց հակադրել համակարգին, բայց հակառակը տեղի ունեցավ։ Նույնիսկ կառավարության քննադատները պետության կողմն անցան, ինչը հանգեցրեց ազգային միասնության։ Խամենեին ընդունել է, որ Իրանը կորուստներ է կրել, բայց ընդգծել, որ Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել հաստատակամ կանգնելու, որոշումներ կայացնելու եւ հզոր գործելու կարողությունը, միևնույն ժամանակ հավելելով, որ թշնամու նյութական կորուստները զգալիորեն ավելի մեծ էին։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Մնացեք առաջինի հետ։